Հանրահավաքների ալիքը Ստեփանակերտի հասել փետրվարի 13-ին, այդ օրը կայացած հանրահավաքների մասնակիցների հիմնական մասը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի դասախոսներն ու ուսանողներն էին։ Ստեփանակերտում չարտնոնված հանրահավաք խորհրդային տարիներին, այն էլ ադրբեջանական ղեկավարության ներկայությամբ, դրա հնարավոր հետևանքները բոլորն էլ լավ էին պատկերացնում։ Ժողովրդական պոռթկումը, սակայն, այնքան անսպասելի եւ բուռն էր, որ ոչ ոք ցուցարարներին չկարողացավ խանգարել հրապարակ մտնել։ 88-ին Լենինի անվան հրապարակ։ Ուսանողության եւ դասախոսության հետ միասին կենտրոն ազատամարտիկների փողոցով մոտեցել էինք երաժշտական դպրոցի կողմը, արդեն այնտեղ շրջափակված էր ադրբեջանական ԱՄՆ-ը եւ նրանք ծայրահեղներ էին տրամադրված եւ Ղազանչյանը, Տիկին Ղազանչյանը ուրումացին Լենինի դիմանկարը վերցրած առաջ գնաց եւ այդտեղ նման առաջնորդների նկարներով առաջանցան, երբ որ հարց տվեց սադեж գործողությունների, նրանք պատասխանեցին վինակավոր Լենինը руку поднимаете, մի քիչ քոչապի է մատնվել, այդտեղ արդեն ճեղք ստեղծվեց, երբ որ ճեղք ստեղծվեց, արդեն ժողովուրդը վասկով, ոգևորությամբ, խանդավառությամբ թափանցեց, մուտք գործեցինք հրապարակ։ Վախը կար, վախը իշխանությունների, վախը սեփական ճակատագրի, բայց կար ավելի մեծ վեհ գաղափար։ Դա նա էր, որ դու փորձում ես քո ձայնը բարձրացնել հանուն մի մեծ գաղափարի, այն է Միացյալ Հայաստանի եւ Արցախի Հայաստանի միավորման գաղափարի համար։ Հայ ժողովուրդը վերընձյուղվեց աշխարհին ասելու, որ կա, աշխարհին ասելու, որ դարերի ընթացքում մաքարել իր ազատության համար եւ այսօր արժանի է իր ազատությունը վայելելու։ Փոխվել են անունները, Կիրովի անվան փողոցը այսօր ազատամարտիկների է դարձել, Լենինի անվան հրապարակը վերածննդի։ Նախկին ուսանողներից շատերն էլ անկախ Արցախում բարձր պաշտոնների են հասել։ 25 տարի անց կրկին հավաքվել են ոչ միայն կորուստները հիշելու, այլև ձեռքբերումները ամրապնդելու ոգևորությամբ։ Շարժման 25-րդ տարեդարձին նվիրված երթի մասնակիցների վերջին կանգառը վերածննդի հրապարակն էր։ Այստեղ էին նաև Արցախի բարձրաստիճան ղեկավարները, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, անփոփոխ ոգևորությամբ բեմում կրկին 88-ի հերոսներն էին։ Արցախցին տեսել է 5 թվի կոտորածը, 15 թվից Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված գաղթականներին, տեսել է 18 թվականի ջարդը, դրանից հետո Արցախցին գնացել է Սարտարապատում հաղթանակել ու դրանից հետո գծվել Քոչվորի հանրապետությանը։ Փետրվարի 13-ին Արցախայությունը ասեց ոչ, էլ ձեզ մատաղ չենք տալու մեր որդիներին, էլ ետ չենք կանգնելու, ու դուս եկան այստեղ կանխելու այդ բռնությունները։ Հեշտ չի եղել առաջ անգամ դուրս գալ այս հրապարակ եւ 70 տարեկան խորհրդային կայսրությանը դիմակայել, Ադրբեջանի օրոսակներին դիմակայել եւ հաղթանակ տանել։ Դա բացատրում է մեր ու ձեր միասնությամբ։ 88-ը հաղթանակ էր տասնամյակներ շարունակ սրտում պահած վախի նկատմամբ։ Այդ օրերին մոտ 7 տասնամյակ անեկեղեցի մնացած արցախահայությունը կրկին տիրոջն ընդառաջ ելավ։ Դա հոգևոր հաղթանակ էր, գնահատում է Արցախի թեմի առաջնորդը։ 25 տարի առաջ 88-ին, երբ որ նորից պորտկաց այս ազատության խնդիրը, կարծես թե Աստծո հոգին իջավ եւ ամենամեծ քաջության ոգին պարգևեց մեր ժողովրդին։ Եվ այն բերեց հաղթանակի, անշեղ ճանապարհին, որով մենք պիտի շարունակենք։ Հանուն Աստծո տված օրենքի պիտի ապրես ազատ, համաձայն այն ազատության, որ Աստված բոլորին տվել է։ Ինքդ պիտի տնօրինես քո ճակատագիրը։ Եվ մենք այդ ճանապարհին ենք։ Աստծուն փառք մեր ժողովրդին ու բանակին, մեր ընկած տղաներին, մեր պետությանը, մեր անկախությանը, որը մենք միասին վայելում ենք։ Տարիների հետ միայն փողոցների անունները չեն փոխվել։ Եթե 25 տարի առաջ միացումն էր գլխավոր կարգախոսը, ապա այսօրվա սերունդը Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցն է օրակարգում տեսնում եւ վստահեցնում նախորդների գործի արժանի շարունակողն են լինելու։ Հրապարակում ներկայացված կոչի տակ Արցախի բոլոր երիտասարդներն են ստորագրել։ Մենք եւ հպարտ ենք, որ այդ սերունդը իրավունք ունի հպարտանալու։ Արդյոք դուք, սիրելի երիտասարդություն, սիրելի ուսանողներ,
դուք պատրաստ եք մեզնից ընդունելու հայրենիքի պաշտպանության ձողը, թե չէ։ Մենք, որպես ժողովրդի կամ արտահայտության փրկված Արցախի հանրապետության քաղաքացիներ, հայտարարում ենք. Արցախի ժողովրդի ինքնորոշումը անբեկանելի է։ Ինքնիշխան պետություն կերտելու եւ մեր պետության ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքը այլընտրանք չունի։ Մենք Արցախի հանրապետության երիտասարդ քաղաքացիներս ունենք անհրաժեշտ եւ բավարար ներուժ մեզ ավանդված ազգային ու համամարտկային արժեքները պահպանելու եւ պաշտպանելու, անկախության ձեռքբերումները բազմապատկելու համար։ Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, քանզի եղավ մի ոսկե սերունդ, ով 88-ին ազատագրեց Արցախը։ Սպարտանում եմ իմ նախնիների արած գործով, ես կլինեմ իրենց հետնորդը ու կշարունակեմ իրենց սկսած գործը մինչև վերջ։ Ես կարող եմ ասել, որ մերապարզ տարիների զուր չանցան, որովհետև կա փոխարինողը եւ կա վստահությունը, որ նրանք կպահեն այս երկիրը։ 25 տարի առաջ այս հրապարակում հավաքվածները այսօր թեւ-թեւի շուրջպար են բռնել նոր սերնդի ուսանողների եւ զինվորների հետ։ Սա միասնության շուրջպար է։ Արցախի հաղթանակը համայն հայության հաղթանակն է, հրապարակում էլ միայն արցախցիները չեն։ Կքած ծռված հայու մեջքը 25 տարի առաջ այսօր վերստին ուղղվեց եւ հայը վերագտավ իր արժանապատվությունը անկախ ապրելու իր կամքը հաստատելով նախ եւ առաջ Արցախում 88-ին չէին էլ պատկերացնում, որ 25 տարի հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում շուրջպար բռնելու հնարավորություն կունենան։ Սա ավանս է հետագա հաղթանակների համար։ Ես կարծում եմ, որ դա սկիզբն է։ Դեռ մենք 21-րդ դարում արձանագրելու ենք նոր հաջողություններ, մենք դառնալու ենք համաշխարհային համակեցության մի մասը, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մենք պետք է ձգտենք ռազմավարորեն անկախ եւ ռազմավարորեն անխոցելի տարածքով հայրենիք, իսկ դա առնվազն գոնե մինչեւ Կարին, մինչեւ Մուշ Սասուն պետք է հասնի։ Բնականաբար Նախիջևանն ու Ջավախքը նույնպես ընդգրկելով։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, Սամվել Սայան, Բենյամին Ղարախանյան, օր